Շատ կարևոր ենք համարում եւ այդ մասին մենք շատ ենք խոսում օտարերկրյա հեռուստածրագրերի հիարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Բացառություններ միայն նրանք, որոնք հանրային բնույթ են կրում։ Շատ լավ գիտեք, մեր հատկապես նախանցյալ տարի այդ աղմուկը եղավ կապված ռուսաստանյան հեռուստաընկերությունների բովանդակության հետ եւ ես նորից եմ կրկնում այն միտքը, որ մենք չենք ունենա այդ լարվածությունը դրա պատճառով հայ-ռուսական հարաբերություններում, եթե ժամանակին քաղաքական կամքին ունենայինք եւ իրենց որևէ հաճախականություն Հայաստանում չտայինք։ Եվ մի քանի օր առաջ հանձնաժողովում, երբ որ քննարկում էինք մեր տարեկան հաղորդումը, ես տեղեկացրեցի, որ նաեւ ֆրանսիական կողմն է ուզում, ցանկանում այստեղ մուլտիպլեքսում 1 կամ 2 սլոտ ունենալ, մենք որպեսզի հասկանալի լինի, մեր խնդիրը ոչ թե ռուսական ծրագրերի արգելափակումն է Հայաստանում, այն ընդհանրապես խիստ սահմանափակումը օտարերկրյա ծրագրերի, եւ այստեղ մի օրինակ բերեմ, երևի բոլորդ գիտեք, աղմուկ էր հանել, երբ որ ARD հեռուստաընկերությունը ֆրանսիա-գերմանական հարավային Կովկասի քարտեզը տպել էր առանց Հայաստանի մասնակցության, առանց Հայաստանի քարտեզի, որ օրինակ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի նաև ARD-ն լինի մեր հանրային մուլտիպլեքսում, եւ հիմա պատկերացրեք ինչ տհաճություն կլներ եւ ինչ լարվածություն կստեղծեր մեր միջպետական հարաբերություններում, եթե մեր հանրային մուլտիպլեքսում, որը ստեղծված է հարկատուների փողերի հաշվին, Հայաստանը ներկայիս տարածաշրջանային քարտեզը ներկայացվեր առանց Հայաստանի, որպեսզի լարվածություն չլինի, որպեսզի մենք չդառնանք թաթերաբեմ տարբեր խաղացողների համար, որովհետև եթե մենք տվել ենք ռուսական կողմին, մեր դաշնակիցներ եւ եթե փորձենք տալ ֆրանսիացիներին, որը մեր համար դաշնակից էր եւ ապա մենք ստիպված կլինենք այդ հաճախականությունները տալ բոլոր մեր բարեկամ երկրներին, որոնք քիչ չեն։ Հարևան Իրանը, հարևան Վրաստանը, գլոբալ տերություն ԱՄՆ-ն, ինչու ոչ Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը եւ մենք կդառնանք իսկապես այդ միջպետական բախումների տեղեկատվական պատերազմների թաթերաբեն, այդ առումով մենք շատ ենք խնդրում, որպեսզի համապատասխան օրենսդրական փոփոխություններ լինեն եւ արգելվեն բոլոր օտար հեռուստածրագրերը, եթե նրանք մանկական մշակութային բնույթ չեն կրում եւ մի պայմանով, որ գոնե թարգմանվում են հայերեն լուսագրերով։ Ինչ կապված է ազատականացման հետ այդ շուկայի, ապա ձեզ կարող եմ ասել, որ մեր ցանցային օպերատորները այդ բազմազանությունը եւ լեզվական եւ տեղեկատվական ապահովում են։ Ես ձեզ այստեղ մի քանի թիվ բերեմ եւ այդպիսի դիսբալանսը մեր ուսումնասիրություններով միայն Հայաստանում է։ Տեսեք, ցանցային օպերատորների փաթաթներում ամբողջ, մենք ունենք մոտ 60 ցանցային օպերատոր, հեռարձակվում է մոտ 330 հեռուստածրագիր, որոնք գնվում են, մի մասը բերվում է դրսից, մի մասը արտադրվում է ստեղ փոքր մասը, եւ այդ 30 հեռուստածրագրերից միայն 72-ն են հայկական։ 164 հեռուստածրագրեր RD արտադրության են, Ռուսաստանի Դաշնության, 47-ը ԱՄՆ-ի, 16-ը ֆրանսիական եւ այսպես շարունակ ընդհանուր թվով 15 երկիր։ Այստեղ նաեւ նշեմ, տեսեք 16 ֆրանսիական ծրագիր մենք ունենք ցանցերում, այստեղ նրանք չներկայության բողոքելու որևէ առիթ չունեն։ Սա քանակն է հեռուստածրագրերի։ Այս հեռուստածրագրերի լեզուներն են 62 ծրագիր հայերեն, 231 ռուսերեն, 84 անգլերեն, 12 ֆրանսերեն եւ այլն ընդհանուր թվով 12 լեզու։ Այսինքն հայերեն լեզուն նույնիսկ երկրորդ տեղը չէ, երրորդ տեղն է եւ 62-ը հայերեն եւ 231 ռուսերեն համեմատությունը խոսում է շատ վատ տենդենսների մասին, որովհետեւ այն չի ապահովում, շատ կարևոր մեր մշակութային, կրթական, ինքնության, կրթության համար լեզվական անվտանգությունը Հայաստանում, ստեղ մենք եւս մտածելու տեղ ունենք։